Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր ես կխոսեմ արևի մասին, ինչի է ռուսկաբանը խոսում դրա մասին, արևը ունի շատ օգուտներ, բայց ունի և ռիսկեր, վտանգներ առողջության համար, երկու մասից է, խոսենք առաջինը, օգուտը, արևը կյանք է, իհարկե բոլորս գիտենք կյանքի աղբյուր է, առանց արևի ոչինչ չի լինում և ինչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա, խոսենք մեծահասակների մասին, բալիկները մի քիչ ուրիշ մոտեցում ունեն, մեծահասակների համար դա իհարկե պարտադիր է, արևի շողերը իրենք տալիս են նախ իմունիտետն են ամրապնդում, ամենակարևորը իմունիտետը արդեն շատերը գիտեք, դա հիմքն է պայքարելու բոլոր հիվանդությունների դեմ, այդ թվում և չարորակ, երկրորդը նա ամրապնդում է ոսկրային համակարգը և շատ կարևոր է հատկապես մեծ տարիքում, երրորդը նա առաջացնում է վիտամին D3-ի ստեղծումը, վիտամին D3-ը օրգանիզմում շատ կարևոր դեր է կատարում, տարբեր նյութափոխանակության համար, տարբեր գործոնների համար և շատ կարևոր է, արևը արտադրում է, խթանում է սերոտոնին հորմոնի խթանումը, դա մարդու տրամադրությունն է և պարզ է լավ տրամադրությունը բերում է լավ առողջությանը, այսինքն արևի ազդեցությունը շատ կարևոր է և մենք օգտվելով նրանից, որ մեր երկրում արևը ավելի շատ է, քան շատ հյուսիսային երկրներ, պետք է օգտվել, այսինքն պետք է լինել արևի տակ, դա չի նշանակում պարտադիր լոգանքներ ընդունել, զագարներ և այլ, ոչ, պարզապես օրվա մեջ, հատկապես օրվա առաջի կեսում լինել մաքուր օդին, դեմքը դաստակները բաց վիճակում, նույնիսկ 15 րոպե օրվա մեջ լինի արևի ազդեցությունը, դա շատ օգտակար է։ Եվ զուգահեռը շարունակենք վտանգը արևի, այո, վտանգ ունի, վտանգը նրանում է, որ ուլտրամանուշակագույն շողերը ունեն քաղցկեղածին ազդեցություն, դա հաստատված է, առաջինը դա մաշկի տարբեր տեսակի ուռուցքներն են, ամենահաճախը դա բազալիոման է, ավելի քիչ հանդիպում է տափակ-բջջային քաղցկեղը և ավելի քիչ մելանոման և այս բոլոր գործոնները ուղիղ կապ ունեն այդ ուլտրամանուշակագույն շողերի ազդեցության, երկարատևության, ուղիղ լինելու, ամեն ինչ այստեղ կարևոր է, էլ չեմ ասում այրվածք, եթե լինում է այրվածք, հատկապես մանկական հասակում լուրջ այրվածքները մաշկի, արևի այրվածքները հետագայում տարիներ հետո կարող են առաջացնել մելանոման, դա էլ է փաստ հաստատված և դա է պատճառը, որ մենք ռուսկաբաները հատկապես ամռան այս լավ օրերին խորհուրդ ենք տալիս շատ զգույշ լինել, այն մարդիկ, որ արևի տակ աշխատում են, մարդիկ, որ գնում են տարբեր լողափներ, ծովի, գետի և այլ շատ զգույշ լինեն, ինչ է նշանակում զգույշ, պաշտպանվել արևից, առաջի ամենալավ պաշտպանը դա իհարկե հագուստն է, պետք է բաց չլինի մարմինը երկար ժամանակ, ժամերն են կարևոր, մինչև ժամի 11 և ժամը 5-ից հետո, 4:30-5-ից հետո արևը այդքան ուժեղ չի ազդում, այդ ուլտրամանուշակագույն շողերը այդքան վնաս չեն և կարելի է հանգիստ ընդունել այդ լոգանքները, զագարները, արևայրուքները, այսպես կոչված, առանց վնասի, օգուտով օրգանիզմի համար, բայց մնացած ժամերին վտանգավոր է, բայց մենք տեսնում ենք, որ այդ թեժ ժամերին, նույն մեր սիրելի Սևանի ափին մարդիկ պառկած են, այրվում են և հետո առաջանում են խնդիրներ, զգուշությունը դրա մեջ է և անպայման օգտագործել ուրիշ միջոցներ, դա գլխարկն է, դա ակնոցն է և շատ ենք խոսում քսուկների, կրեմերի մասին, զագարի դեմ, այսինքն գիտեք, ընդ տարբեր տոկոսայնությամբ կա և այդ քսուկները պետք է անպայման օգտագործել, իրենք լուրջ օգուտ են տալիս արևի տակ պառկելու ժամանակ, դա մի մոռացեք և անպայման չի դա լինի միայն ծովի ափին, դա կլինի բնության մեջ, թե որտեղ մարդ արդեն արևի տակ է լինում, անպայման օգտագործել այդ քսուկները, թեկուզ նույն հանգստյան տներում, դաչաներում և այլ, էլ չեմ ասում այն մարդիկ, որ աշխատում են արևի տակ, անպայման օգտվեն քսուկներից և լայն գլխարկներից։ Այսօր ես չասեմ վտանգները քաղցկեղների, դա շատերիդ հայտնի է, հատկապես մելանոման ամենաչարորակ ուռուցքն է, դա մենք առանձին խոսում ենք պարբերաբար, բայց դա միշտ հիշեք, արևը ուղիղ կապ ունի այդ չարորակ պրոցեսների հետ, չմոռանանք և օգուտը։ Եվ այսպիսով, մեր արևը, հատկապես Հայաստանի արևը, լինելով ուժեղ և երկարատև տարվա մեջ, շատ օգուտ է մեր օրգանիզմի համար, մեր պաշտպանողական ուժերի, իմունիտետի, մեր ոսկրային համակարգի և մեր տրամադրության։ Եվ նույն ժամանակ շատ վտանգավոր է մաշկի
քաղցկեղի առաջացման համար։ Պետք է պաշտպանվել եւ դա միշտ հիշել։